This is refugees from Iraq and Jordan. And all this stuff, yeah. Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, ուրախ եմ այստեղ լինել։ Ինչու ես ներգրավվեցի այս խնդրում։ Ես մեծացել եմ Միացյալ Նահանգներում, մի ժամանակահատվածում, երբ լուրջ զարգացումներ էին ընթանում քաղաքացիական իրավունքների, կանանց իրավունքների շարժման առումով։ Եթե դուք իմ տարիքի մարդ եք, ապա պատասխանատվություն եք կրում պարզապես, չեք շրջվում եւ հեռանում այդ վայրից, չեք կարող չներգրավել մարդկության նկատմամբ հանցագործությունների կատարման դեմ պայքարող շարժմանը։ Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում իր մեջ։ Բազմաթիվ տեսախցիկներ քեզ հետևում են, նկարում են, որոշակի առումով դա խեղդող է, բայց երբ ես սկսեցի կարդալ New York Times-ում մի հոդված, այնպիսի տպավորություն էր, որ ցեղասպանությունից փրկվածների թվում շատ մարդիկ կան, ովքեր օգնության ոչ մի հնարավորություն չունեն, ու ես որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկները պետք է կարողանան ընդլայնել մարդկանց պատմությունը, ՀԿ-ների, լրագրողների աշխատանքը, այս հարցը լուսաբանելու համար, որ շատ կարևոր է։ Երբ շատ ես խորանում այս թեմայի մեջ, նշանակում է շատ ժամանակ պետք է դնես։ Օրինակ ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վկայություն եմ տվել ցեղասպանություն բառի հետ կապված, եւ շատ հետաքրքիր էր, երբ դու գործածում ես ցեղասպանություն բառը։ Դա ստիպում է, որ մարդը գործի համաձայն օրենքի։ Երբեմն օգտագործում են այդ բառը, երբեմն զանգվածային սպանդ բառը։ Մենք տեսնում ենք այս վիճակը նաեւ հայոց ցեղասպանության հետ կապված։ Երկար եւ դժվարին պայքար է եղել, որպեսզի այն կոչվի իսկական անունով։ Դա տեղի է ունենում, բայց ավելի երկար ժամանակ է պահանջում, քան պետք է պահանջեր։ Ես հասկանում եմ, ինչու է այս ամենը բարդ, որովհետև մենք ապրում ենք բարդ աշխարհում, բայց կարծում եմ ամենակարևոր գործոնը, որին մենք անընդհատ անդրադառնում ենք, չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, եւ չես կարող վերադարձնել։ Երբ ինչ-որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղի, մարդկանց մշակույթ, դու դա չես կարող վերադարձնել։ Դա ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա։ Մենք շարունակում ենք նորից ու նորից ասել. Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա, ճշմարտությունն այն է, որ նորից ու նորից չպետք է կատարվի, բայց կատարվում է։ Մենք ասում ենք, եթե մենք դրա մասին իմանայինք, ինչ-որ բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք։ Ես կարծում եմ այն, ինչ մենք այսօր անում ենք, երկու իմաստ ունի՝ հետ նայել, չմոռանալ։ Հիշենք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց սա նաև աշխարհի պատմության մի մասն է։ Սա մի երկրի մի ազգի ցավը չէ, բայց դրա երկրորդ իմաստն այն է, որ պետք է առաջ նայել։ Կարող եմ փաստել, որ 24-ժամյա նորությունների ցիկլը, որ կա, ապազգային լսարան է ձևավորում։ Լսում ես 1 միլիոն փախստական, դա պարզապես թիվ է։ Երբ մի փոքրիկի կադր են տեսնում ու մալիքները ափ են նետել, քննարկումներ են սկսում։ Հասկանում ես, որ ՄԱԿ-ը բավարար աշխատանք չի կատարում։ Մենք սարսափելի ենք արձագանքում ճգնաժամերին։ Պետք է խոսել ոչ թե մեծ թվերի, այլ կոնկրետ դեպքերի, մարդու պատմության մասին, որովհետև երբ նայում ես նրա աչքերին, պատկերը փոխվում է։ Երբ պատմում ես կոնկրետ փախստականների մասին, մարդիկ տեսնում են, ինչ է իր համար մահը, որ ինքը փախչում է, որովհետև վախենում է մահանալ։ Իմ հայրը նորությունների մարդ է։ Ես հարգում եմ այդ աշխատանքը, բայց վերաբերմունքս այլ է։ Եթե Միացյալ Նահանգներում հեռուստացույց միացնեք, ոչ մի ալիքով չեք լսի սիրիացի փախստականների մասին։ Ես միացնում եմ CNN-ը, տեսնում դատարկ ամբիոն, սպասում ենք, որ Դոնալդ Թրամփը խոսի, բայց դրա փոխարեն կարելի է Հալեպից դուրս պրծնող մարդկանց մասին խոսել։ Նրանք մահանում են, դրա համար հեռանում են։ Ես հուսով եմ, որ մենք որպես նորությունների մարդիկ կկենտրոնանանք ավելի կարևոր գլոբալ թեմաների վրա, քան ընտրություններն են։ Հպարտ եմ, որ այստեղ եմ, որ Ավրորա մրցանակաբաշխությանն եմ մասնակցում։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Այս մրցանակի գեղեցկությունն այն է, որ փորձում են հոյակապ համարձակությամբ նայել մարդկանց հերոսությանը, մարդկանց, որ գնում են դժվար տեղեր, ռիսկի են ենթարկում իրենց կյանքը, որպեսզի ուրիշների կյանքն ավելի լավ դարձնեն։ Իմ բախտը բերել է, ծնվել եմ այն վայրում, որտեղ ծնվել եմ, բայց ոչ այնտեղ, որտեղ երիտասարդ կանանց գողանում տանում էին։ Այդ բախտավորությունը պետք է բաժանվի։ Ես տեսնում եմ այն գեղեցկությունը, որ մենք անում ենք այսօր, վաղը։ Մենք ընդլայնում ենք այդ գեղեցկությունը, երջանկությունը, բայց նաև հասկանում ենք աշխարհում շատ բան կա, որոնք մեր հաջողության կարիքն ունեն, ոչ թե ինչ-որ ձեռքից փոքր բաներ բաժանեն։